Ես Սաֆարյան Անահիտն եմ, Մինասյան Արանի մաման։ Ես մի երեխես էր, ես մի նուճարս։ Իմ նոր տարին է սա։ Եկել եմ ստեղ, վաղնել եմ գալու ստեղ։ Որտեվ առանց իրա ինչ նոր տարի։ Երբ որ իմ երեխես չկա, այս արևի լույսը չի տենում, կամ ես բոլոր երեխեքը, բոլորն էլ իմ երեխեքն են, ինչ տարբերություն։ Ես բոլորի համար եմ ողկտում, բոլորի համար եմ խունդ գցում։ Հատուկ ինչ-որ բան չեմ կարող ասել, դա այն ցավն է, որ մինչև իմ գերեզման պետք է հետս տա։ Իմ ցավն է, այս ժողովրդի ցավն է, բոլորի երեխեքի։ Իրան գնացին հայրենիքի համար, իրան գնացին Ղարաբաղի համար, որ Ղարաբաղը պահեն, որ Հայաստանն էլ ապրի։ Էդ էր իրանց նպատակը։ Էդ մի կուճարս, երկու թոռն եմ փոքր։ Իրանց համար եմ ապրում, իրանց հով եմ կյանքս մի փոքր, ոնց նկարագրեմ, որ դուք ճիշտ հասկանաք, այդ երեխեքը առանց հայր են մեծանում, հոր կարոտով են մեծանում, հոր սիրով են մեծանում, առանց դրա են իրանք մեծանում, ես էլ չգիտեմ ինչ մրմուրայի մեջ, ինչ ցավայի մեջ, որ ես կարողանում եմ տանել, լռել, չխոսել, որպեսզի մարդիկ չզգան, որպեսզի չտխրեն, այդ երեխեքը որպեսզի իմանան իրաց տատը ուժեղ է, իմ մեծ թոռնիկս 10 տարեկան տատի, ինչի ես լացում, ասում չեմ լացում, ասում դու ուժեղ ես, չէ, ասում ուժեղ եմ բալես։ Իմ տղես Ղարաբաղի կոմիտեի անդամ էր, 16 թվին էլ աղկրվել, հերոսի կոչում ուներ 16 թվին, 20 թվին Հադրութում Ազով, հոկտեմբերի 10-ին, ինքը այս Ղարաբաղցի տղեն, իրանց 4 հոգի են եղել մեքենայի մեջ, բայց 14 հոգի հատուկ ջոկատային են, կամավոր էլի բալաջան։ Գնացել են Հադրութ, օգնեն զինվորներին իրանց ջոկատով, ճանապարհին այդ ինչ ասում էր, անօթաչու այդ անտեր, ինչ ասես իմացանք, ինչ գիտեինք, անօթաչուն ինչ է, այս ինչ է, այն ինչ է, մեքենայի վրա է անգել, այրվել են իրանք։ 20 օր չգտանք իմ երեխուս, ես հուսահատություն ուզում եի ինքնասպանություն գործի, բայց մտածեցի թոռներիս մասին, իմ երեխու պատվի մասին, կրկնակի հերոսի կոչում է, ինքը բժիշկ ստամատոլոգ էր, բայց որ գնում էր խնդրում էի, ասում էի Արամ ջան, բալես, ախր ինձ ու երեխեքից կնոջը տում ես թողում, ասում էր մամա, եթե ես չեթամ, այն ինչ էթա, այն ինչ էթա, բա ով ձեզ պետք է պաշտպանի, ով պետք է պաշտպանի ձեզ։ 5 տարի կարոտը խեղդում է, հազվեմ իմ կոկորտս, որ չլացեմ, չեմ ուզում լացեմ, եկել եմ, որ իրա հետ խոսեմ, որ իրան ասեմ, որ մենք ամեն ձևի պահում ենք իրա երեխեքին, ամեն ինչի համար իրա երեխեքը կարոտ չեն, ես աշխատում եմ, ինչ ասեմ, իրա հետ խոսում եմ, ասում եմ ինչ են անում, մեծ թոռնիկս լողի չեմպիոնա, մեդալ ստացավ առաջի տեղ, անցած տարի էլ այս տարի էլ, փոքր թոռնուհիս պարուհի է գնում, շատ լավ հարս ունեմ, շատ լավ մայր է, այդ ամեն ինչ իրան տեղեկացնում եմ, բոքսի տղես, այդ թոռնիկս, բոքսի մեդալ ստացավ էլ, բոքսի քինգ բոքսով համընդեղ ագնում, ուզում եմ ասեմ թարսի շնորհքն է, ուզում եմ ասեմ, որ իմ թոռները իր պատիվը բարձր են պահում, Հայաստանի պատիվն են բարձր պահում, այտենց էլ մենք ասում ենք, որ մեծանան ու շարունակեն իրանց հորը թողած կիսատ գործը հայրենիքի համար, հայ ժողովրդի համար, ես շատ եմ սիրում իմ Հայաստանը, իմ միակ որդուն տվեցի Հայաստանիս համար, բայց ինչ, մնացել եմ բոլորված։